Հրաշալի կատարում։ Այո, իսկապես։ Առաջին եթերում Առավոտ լուսոն է եւ մենք շարունակում ենք ապրիլի 14-ը հայ երաժշտարվեստի ամենալուսավոր հեղինակներից մեկի Խաչատուր Ավետիսյանի ծննդյան օրն էր եւ արդեն վաղը։ Այո, եւ արդեն վաղը մայիսի 19-ին Հայաստանի օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում ժողովրդական երաժշտության եւ բարի ազգային կենտրոնը մեծ շուկով նշելու է լեգենդար Խաչատուր Ավետիսյանի 100-ամյակը։ Դու ամենից ճիշտ էիր ասում, ուղղակի ապրիլի 14-ը ինձ հետ կապված մի հատ կարևոր օր է դրան։ Ես էլ եմ այդ օրը ծնվել։ Ես շտապեմ իրականում սիրով ներկայացնեմ մեր հյուրերին, մեր տաղավարում է ժողովրդական երաժշտության եւ բարի ազգային կենտրոնի տնօրենի տեղակալ Սամսոն Մելիքյանը, բարի լույս, եւ ժողովրդական երաժշտության եւ բարի ազգային կենտրոնի Հայաստանի բարի պետական անսամբլի գեղարվեստական ղեկավար մեր շատ սիրելի Գագիկ Կարապետյանը, բարի լույս։ Բարի լույս։ Շատ ուրախ ենք ձեզ տեսնել մեր տաղավարում եւ հատկապես օրը սկսել ձեզ հետ։ Մենք էլ ենք ուրախ։ Շատ շնորհակալություն։ Օրվան հենց անդրադառնանք, որ 100-ամյակ մեծ շուկով ու շատ պատասխանատու է կարծում յուրաքանչյուրիս համար, այն էլ նմանատիպ պետության 100-ամյակ նշելու։ Ինչպես է եղել նախապատրաստական աշխատանքները ու այսօր արդեն որ փուլում են գտնվում։ Նախապատրաստական աշխատանքները բավականին առաջ սկսեցին, որովհետև իսկապես մեծ միջոցառում պետք է լիներ։ Հենց սկսեմ նրանից, որ բեմի վրա կլինի մոտ 50 հոգանոց օրկեստր, միացյալ օրկեստր, կմասնակցի բարի պետական անսամբլը, երկիպարի անսամբլը, բարեկամությունը, ազգային նվագարաններ, այդ մեծ ամբողջ նվագախմբի մեջ կլինի, եւ իհարկե շատ սիրված եւ ընդունված երգիչ-երգչուհիներ, որոնք կկատարեն Խաչատուր Ավետիսյանի բոլոր տարբեր ժամանակներում գրած մեծ ժառանգություն թողած երգերը։ Ես որպես բարի մարդ ուզում եմ ասեմ, որ ես չգիտեմ մի կոմպոզիտորի, որը այդքան պարային մեղեդի, պարային երաժշտություն գրածելի, ինչքան Խաչատուր Ավետիսյանը։ Թե ինքնագործ խմբերը, թե բարի պետական անսամբլը, թե երկիպարի անսամբլը ունեցել են ոչ թե մեկ-երկու այլ ծրագրեր Խաչատուր Ավետիսյանի երաժշտության վրա բեմադրված։ Չեմ ասում նրա երգերի մասին եւ այլն։ Մեր մոտ ընդունված առասարակ Խաչատուր Ավետիսյանին ընդունում ենք որպես ժողովրդական կոմպոզիտոր, ժողովրդական, բայց Խաչատուր Ավետիսյանը ունի նաեւ սիմֆոնիկ գործեր, օրատորիա, ունի մանկական գործեր, էստրադային երգեր շատ եւ երգեր ստեղծագործություններ, որոնք շատ երկար տարիներ անընդհատ պոպուլյար են, անընդհատ սիրված են, որովհետեւ հայերեն են գրված են ժողովրդի համար եւ բնականաբար վարում են ժողովրդի սերը։ Մենք բարի պետական անսամբլը 4 համարով հանդես կգա։ Այ բարի մասով է ուզում հասկանանք։ Ուրեմն կպարենք կակաչներ, լեգենդար դառած արդեն Վանուշ Խանամիրյանի բեմադրությամբ երկար տարիներ որ բեմից չի իջնում, կպարենք տաղ հայտնության, որը մեր մոտ կոչվում է Կապույտ երազ, մոմերով բար, դա արդեն իմն է եւ լեգենդար կինտոները անպայման Խաչատուր Ավետիսյանի երաժշտությամբ, Խանամիրյանի բեմադրությամբ եւ Խաչատուր Ավետիսյանի մեծ գործերից մեծ կտավի գործ Զարթոնք, որը շուտ 12 րոպե է տևում, իմ բարն է, որ երբ մի 20 տարի էլ չենք ապարում, վերականգնեցինք, որտեղ խնդիրները։ Վերջը մի մեծ հսկայական 4 բավականին այսպես ծավալուն ու շատ սիրված նաև հանրության կողմից ծանրակշիռ համարներ ամսի 19-ին ներկայացի արդեն բարի պետականը դա միայն։ Ոչ, բարի պետականը իր 4 համարով, երկիպարի անսամբլը իր 3 համարով, այ հենց այդ 3 մյուս համարները ամեն մեկը տարբեր համարներով ստեղծագործությունները բաժանվել է բոլորի մեջ, որ բոլորը կարողանան մնացած անսամբլները նույնպես ունեն իր մասնակցություն, վստահ եմ նրանց մասնակցությունը ոնց պարոն Կարապետյանն ասեց, Խաչատուր Ավետիսյանը մեղեդայնության առումով շատ պարային մեղեդիներ է գրել ու նախքան համերգը կազմակերպելը, հա, երբ որ ամփոփում ենք թե ամեն տարի ում համերգն են կազմակերպել, ում հոբելյանական համերգն են կարել, անպայման հաջորդ տարվա հոբելյաններն էլ ենք նայում ու երբ որ տեսանք Խաչատուր Ավետիսյանի 100-ամյա հոբելյանն այս տարի, շատ մեծ կապվածություն կա ազգային կենտրոնի հետ ու ընդհանրապես ժողովրդական արվեստի, ժողովրդական երաժշտության հետ Խաչատուր Ավետիսյանը շատ կապված է, որովհետև շատ երկար տարիներ կարելի է ասել, պարային խմբերը, նվագախմբային այդ օրկեստրները
աշխատում են ու ստեղծագործում են Խաչատուր Ավետիսյանի մնայուն արժեքների հիմքով, այսինքն Խաչատուր Ավետիսյանը ստեղծել է ու մեզ թողել է մի արժեք երաժշտական, որի հիման վրա որ մենք տարիներ շարունակ հիմնված ենք, հա, մեր հիմքն է հանդիսանում նվագախմբային արվեստի, կարելի ասել ժողովրդական, քանի որ ասացի, որ Խաչատուր Ավետիսյանը մեծ կապ ունի մեր ազգային կենտրոնի հետ, բոլոր անսամբլները իրենց մասնակցությունը կունենան համարյա բացի ակունքից, բարեկամությունից, համերգի ընթացքում, որովհետև բացի այն, որ ժանրային առումով Խաչատուր Ավետիսյանի ստեղծագործական կյանքը կապ ունի մեր խմբերի հետ, այլ նաև Խաչատուր Ավետիսյանի իր գործունեությունն է նաև ծավալել տվյալ խմբերում, որոնցով որ նշվելու է, հա, 100-ամյակը, Պարի պետականում է եղել երաժշտական ղեկավար, երգի պարում է աշխատել երկար տարիներ։ Եվ անսամբլներն ու նվագախումբը միայնակ չեն լինելու բեմում, նաև սիրված երգիչներ են լինելու, այս մասին եւս խոսենք։ Մեր առաջնահերթություններից է այն, որ ժողովրդական երաժշտությունը հնչի սիրված երգիչների կատարման, որովհետև բոլորս էլ գիտենք, որ երբ որ ճանաչված մարդ այդ երաժշտությունը կատարում, ճանաչված մարդու, հա, շնորհիվ մոտեցմամբ այդ երգը հնարավոր ավելի հասանելի ու սիրված դառնա մեր ժողովրդին, մենք ունենալու ենք հայտնի ճանաչված սոլիստներ Մաշա Մնջոյան, Մոնիկա Նազարյան, Վարդան Բադալյան, Արման Գրիգորյան հանրայինի երգերքոցից, Դավիթ Խաչատրյան, այսինքն փորձել ենք համեմել նաև այդ մասով, որ երգերը ավելի հասանելի դառնան ու սոլիստների Եվ ամենակարևորը մայեստրոն նույնպես Ռուբեն Մաթեոսյանը մեր հատուկությունն է այս անգամ, միացել է համել անակնկալ կա իր Խաչատուր Ավետիսյանի երգերից մեկը, որ զուգերգ է կատարել նախկինում, այս անգամ արդեն ուրիշ արտիստի հետ բեմում կկատարեն այդ զուգերգը։ Անակնկալներն երեկոյի ընթացքում սպասվում է։ Գևորգ Դաբաղյան մեզ միացել դուդուկահար հայտնի, Գևորգն էլ իր կատարմամբ հանդես կգա, հետաքրքիր բազմաշերտ համերգային երեկո է սպասվում։ Հրաշալի, անակնկալները լի է լինելու կարճ ասած։ Ես կուզեի մի բան ավելացնել, մենք Խաչատուր Ավետիսյանին ընդունում ենք, որ լավ կոմպոզիտոր որպես միայն, բայց նրա մյուս գործունեություններն էլ շատ կարևոր է կազմակերպչական իմաստով։ Ուրեմն Խաչատուր Ավետիսյանը եղել է Պարի պետական անսամբլի կազմակերպման ակունքներում։ Պարի պետական անսամբլի առաջին օրկեստրի ղեկավարը եղել է Խաչատուր Ավետիսյանը, եւ ինչպես ասեցի, ծրագրի մեծ մասը իր երաժշտությամբ էր կազմված։ Դրանից հետո Խաչատուր Ավետիսյանը ստեղծեց կոնսերվատորիայում ժողովրդական գործիքների եւ երգի բաժին, որը մինչեւ հիմա կա։ Այսինքն մենք շատ երաժիշտներ, ժողովրդական գործիքների մասնագետներ, որոնք գրագետ կրթված երաժիշտներ են, պարտական ենք նրան, որ ստեղծվեց կոնսերվատորիայում այդ բաժինը, ստեղծվեց կոնսերվատորիայում հիանալի օրկեստր երաժշտական ժողովրդական նվագարանների, հետո երգի բարի անսամբլում հիանալի ծրագիր կարողացավ պատրաստել իր ղեկավարության ընթացքում։ Այսինքն գործունեությունը շատ բազմատեսակ է եղել եւ բոլոր տեղերում հաջողված, որովհետեւ ինքը լինելով գյումրեցի մարդ, այդ համով հոտով երաժշտությունը պահել էր իր ներսում, որը կարողացավ վերարտադրել շատ բարձր մակարդակով։ Հետաքրքիր է Ծովակ Համբարձումյանը ժամանակին ասում էր, որ Խաչատուր Ավետիսյանի բոլոր երգերը պար են, բոլոր պարերը երգ են։ Եվ կանոնի վերածնունդն էլ չէ, իր անվան հետ է կապվում։ Ինչը։ Կանոնի վերածնունդը։ Կանոնի մասին հատկապես ասենք, որ ինքը շատ բարձր մակարդակի կանոնահար է եղել եւ ունի կանոնի համար գրված շատ գործեր, կոնցերտներ եւ այլ, ունի շվի համար գրած տարբեր գործիքների համար, այսինքն փորձեց ժողովրդական գործիքները որպես սոլո գործիքներ, մենակատար գործիքներ առաջ վերել եւ դա ստացվեց, որովհետեւ շատ գեղեցիկ գործեր կան։ Եվ այդ ամենի ականատեսը մենք կարող ենք դնել մայիսի 19-ին, այնպես որ սելիներս բաց չթողնեք այս հնարավորությունը անպայման։ Իսկ Տոմսեն մնացել է։ Շատ քիչ է։ 5 տեղ մնացել է։ Շտապեք այդ 5 Տոմսենները ձեռք բերել, որպեսզի իրոք բաց չթողնեք, շատ հաճելի ու դրական աուրա է այնտեղ տեղի ունենալու ու դուք էլ այդ ամեն ինչի մի մասը կարող եք դառնալ։ Շնորհակալություն ձեզ, որ մեզ հետցրեցիք առավոտ ու այդպես կարևոր տեղեկություններ նաև կիսվեցիք։ Նաև ներողություն շնորհակալ ենք հանրային հեռուստաընկերությանը, որովհետև բացի լուսաբանումից ձեզ էլ ենք շնորհակալ, որ այսօր այստեղ ենք եւ լուսաբանում եք մեր համերգային ծրագիրը, նաև վաղվա համերգի նկարահանումը ամբողջովին հանրային հեռուստաընկերությունն է իրականացնելու։ Շնորհակալ ենք նաև հանրային հեռուստաընկերությանը։ Մենք ենք շնորհակալ։ Իսկ մենք շարժվում ենք առաջ։